Հայաստանից հետո գնաց Ադրբեջան եւ արդեն Ալիևի հետ ստորագրել է ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն, որտեղ ամրագրվեց Նախիջևանի եւ Ադրբեջանի միջև թրիփի շրջանակներում անխոչնդոտ կապ ապահովելու նորմա։ Սա մենք պետք է առանձին դիտենք, որպես Հայաստանի իշխանությունների տապալում եւ խարան։ Հայ-ամերիկյան հարաբերությունները մենք առանձին պետք է դիտենք եւ ԱՄՆ-ն եղել է Հայաստանի միշտ բարեկամ։ ԱՄՆ-ն աշխարհում Հայաստանից հետո երկրորդ երկիրն է, որ ուղիղ ֆինանսական օգնություն է ուղարկել Արցախ։ ԱՄՆ-ն աշխարհում միակ երկիրն է, որ սանկցիաներ է կիրառել Ադրբեջանի դեմ արցախցիների շրջափակման, մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված հայտնի բանաձևը գիտեք, որ Նիկոլ Փաշինյանի ջանքերով Ալիևը հասավ դրա չեղարկմանը։ Այսինքն ԱՄՆ-ն միշտ եղել է Հայաստանին բարեկամ, ինչ-որ իմաստով նաև դաշնակից երկիր։ Եվ հայ-ամերիկյան հարաբերությունները փչացրել են միայն Հայաստանի իշխանությունները, որովհետև Հայաստանը այնքան հետ է ընկել եւ այնքան հիմարություններից հետո է հասկացել, որ ԱՄՆ-ի հետ պետք է հարաբերություններ կառուցել, որ էլ ասելու չի։ Արդեն մարդու աչքը վախենում է։ Ինչու պետք է օրինակ YouTube-ի մոնետիզացիայով են հիմա ուրախանում իշխանությունները, երբ որ Վրաստանում եւ Ադրբեջանում դա վաղուց կա, բայց Հայաստանում չկար։ Ինչու պետք է այդպես լիներ։ Երբ մենք Nvidia-ում ունենք հայազգի փոխնախագահ, ում շնորհիվ է նաեւ Սփյուռքի միջոցով է նաեւ Nvidia-ն գալիս Հայաստան։ Դա Փաշինյանի անձնական շնորհքը չէ։ Դա հայ մասնագետների, Հայաստանի տնտեսական հնարավորությունների, ատոմակայանի, էժանհոսանքի եւ նաեւ տեխնոլոգիական ուղեղների, նաեւ Սփյուռքի, նաեւ փոխնախագահ Ռև Լեբարեդյանի շնորհքն է։ Ինչու պետք է հիմա դա տեղի ունենար եւ չունենար տասնյակ տարիներ առաջ։ Նախկին եւ նաեւ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ է դա այդպես։ Գիտեք, նրանք նման են մարդկանց, որ մտնել են մեր տունը վերացել են հրի ճարակի, հիմա կրակը հանգցնելու համար մեզնից շնորհակալություն են ակնկալում եւ ասում են մեզ ընտրեք։ Որ նորից երևի կրակի մատնեն մեր երկիրը, հետո նորից հանգցնելը դա ներկայացնեն որպես հերոսություն։ Հիմա Նիկոլ Փաշինյանենք դա են անում։ Մեր վրա վաճառում են այն, ինչ նրանք պետք է վաղուց արած լինեին, որովհետև քաղաքագիտության երկրորդ կուրսում օրինակ մենք գիտեինք, որ հապկը չի տարածվում Արցախի վրա, որ հապկը ընդհանրապես չի տարածվում այդ խորհրդային հանրապետությունների վրա, տարածվում է ՆԱՏՕ-ի վրա, տարածվում է դրանից դուրս։ Երկրորդ կուրսում մենք դա գիտենք, բայց Նիկոլ Փաշինյանը չգիտեր, որ հապկը չի տարածվում Հայաստան-Ադրբեջան սահմանի վրա, Արցախի վրա։ Պետք է զոհեր տայինք, պետք է զրկանքներ կրենք, Հայաստանը ստորանար, պարտվեր, որ նոր Նիկոլ Փաշինյանը հասկանար, ու հիմա Ամերիկայի հետ ինչ-որ պայմանագրեր կնքի ու մտցնի մեր աշկը, ասելով, որ տեսեք, ես ինչ լավ բան եմ անում, ինձ ընտրեք։ Դուք ուշացել եք։ Հայաստանը ուշացել է։ Մինչ Վրաստանն ու Ադրբեջանը վաղուց են հասկացել, թե աշխարհը ուղղությամբ է գնում, բազմավեկտոր է դառնում, բազմաբևեռ։ Դուք նոր եք դա հասկանում ծեծ ուտելուց հետո եւ էլի չեք հասկացել։ Ադրբեջանին միակողմանի զիջում եք անխոչնդոտ ճանապարհի պարտավորություն 100-ամյա, որ հետագայում Ադրբեջանը երբ ուզի ոնց ուզի դա մեկնաբանի։ Երբ որ Ամերիկան պահանջի Ադրբեջանին աջակցություն Իրանի հարցում, Ադրբեջանը լասի պետքա ինձ օգնես Սյունիքի հարցում, ԱՄՆ-ն մեզ է նայելու թե Ադրբեջանին։ Երբ որ Ադրբեջանը ապահովում է Կենտրոնական Ասիայից մինչև Եվրոպա կապ, Հայաստանը այնքան էլ կարևոր չի լինելու, որովհետև կա նաև Վրաստան։ Բայց առանց Ադրբեջանի հետ կապ ապահովելն անհնար է լինելու։ Ադրբեջանը միակ երկիրն է, որ բաժանում է Ռուսաստանին Իրանից։ Իսկ Ռուսաստանին Իրանից Հայաստանը միակ երկիրը չէ, որ բաժանում է։ Սա է խնդիրը։ Եվ այդ մեծ առևտրի մեջ զիջել քո միակ խաղաքարտը։ Ես ասացի, ես թրիփի դեմ չեմ խոսացել, թրիփը լավ ծրագիր է, եթե այն ականները, որի մասին խոսել եմ, հանված լինեին, եւ Հայաստանի իշխանությունները պետք է բանակցեին դրա համար։ Չեն բանակցել։ Հանուն իշխանություններում վերընտրվելու միայն իշխանության մասին են նրանք մտածում, դարավոր մեզ լծի տակ են դնում Ադրբեջանի քմահաճույքից, որտեղ ԱՄՆ-ն դառնում է ոչ թե գարանտ մեր անվտանգության, այլ գարանտ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև անխոչնդոտ կապ